Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանին։ Պարոն Գևորգյան, շնորհակալ եմ իմ հրավերը չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գևորգյան, ինչ է այժմ անում Արա Գևորգյանը մեզ համար եւ ոչ միայն մեզ համար։ Ուրեմն ասեմ, որ շատ ժամանակի առումով արդեն ժամանակս չի բավականացնում, որովհետեւ տարբեր նախագծերի մեջ եմ երաժշտական, իհարկե, մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնում ունեմ 3 հսկա նվագախումբ, շողգործիքների նվագախումբ, փողային նվագախումբ, ջազ բենդ, ունեմ հրաշալի կանոնահարների նվագախումբ, սաքսոֆոն կլարնետահարների անսամբլ, դուդուկահարների, դհոլահարների եւ պարբերաբար նրանք համերգներ են տալիս Հայաստանի տարբեր մարզերում եւ դրանք բոլորը բարեգործական համերգներ են եւ ինչը խթանում է որպեսի մեր ազգային նվագարանները, ինչու՞ չէ նաեւ եվրոպական փողային նվագարանները ծանոթացնենք մեր մարզերի երիտասարդությանը, ավագ դպրոցի ավագ դասարանցի երեխաներին, որպեսի երաժշտության մեջ նրանք կարողանան նաեւ կողմնորոշվել, բայց որ դա համատարած լինի, պրոպագանդայի մեջ ես նաև կցանկանայի, որ այն երաժիշտները, որոնք օտար երկրից գալիս են եւ գրանպրիներ շահած կամ առաջի մրցանակ շահած եվրոպական փառատոններից, քամանչահար, դուդուկահար, չգիտեմ, մեր ազգային նվագարանների, նրանց պետք է օդանավակայանում գեղեցիկ դիմավորել, որպեսզի խթան հանդիսանա, ոնց որ մարզիկներին դիմավորում են, դափնեպսակ են կախում, մեծարում են, նվերներ են տալիս թանկարժեք, իհարկե դա մեծ նշանակություն ունի, որպեսզի այդ սպորտաձևը, այդ մարզաձևը ավելի զարգանա, երեխեքը ձգտեն գնան դրանից, որտեղ դրանից եթե իրանք քրտնաջան, պարապում աշխատում են, ունեն ակնկալիք, չեմպիոն դառնալուց հետո ունեն լավ ապագա։ Եվ սա կուզենայի, որ նաև մշակութային դաշտում այդպիսին լիներ։ Ստիմուլ է պետք, որ մյուսներն էլ ուզենան այդ ճանապարհներն անցնեն հաղթելու։ Վերջերս իմ աշխատանքները արժանացան համաշխարհային, գրանցվեցին համաշխարհային ռեկորդների գրքում, ոնց որ մի քիչ ոգևորվել եմ դրանից եւ սկսել եմ աշխատանքներ են, ինչի մասն է խոսքը։ Ուրեմն մեկը բաս կանոնը, որ ստեղծված է եւ աշխարհում գոյություն չունեցող նոր երաժշտական գործիք է, որը ստեղծվեց, ես եմ գաղափարի հեղինակը, իսկ պատրաստող վարպետը Ալբերտ Զաքարյանը, ցավոք վարպետը արդեն չկա, բայց պատրաստեցինք 5 գործիք եւ ոնց որ տեսնում դրա պահանջարկը չկա, ցանկացողը չկա, ես եմ դրա մասին խոսում, ոչ մեկի հետաքրքիր չի, մի խոսքով, բայց աշխարհին հետաքրքրեց եւ դրան տվեցին գրանցեցին համաշխարհային ռեկորդների գրքում։ Երկրորդ ռեկորդը կանոններով, որ գրված էր Երևան, նվիրված Երևանի 2800-ամյակին, եւ երրորդ ռեկորդն էլ Ջիվան Գասպարյանի 90-ամյակն էր։ Ես վարպետին որոշեցի սուրպրիզ անել, ասեցի վարպետ 90-ամյակին ուզում եմ գամ շնորհավորեմ 90 դուդուկահարներով։ Եվ եկան 112 հոգի։ Եվ գրանցվեց համաշխարհային այդ WDPO գրքում, որը նույն Գինեսի ընտանիքն է այդ համաշխարհային ռեկորդների գիրքը։ Հիմա հերթը 4-ին է, հա։ Հիմա հերթը 4-ին է, որը ոգևորված եմ, ուզում եմ սև ու սպիտակի միացում, այսպիսի նախագիծ եմ ստեղծել, գրել եմ ամբողջ պարտիտուրը հիմա եւ գործիքավորման կմախքը կոպիտ ասած արդեն արել եմ։ Մնում է հիմա ես տամ իմ շատ սիրելի Վահան Նահապետյանին, գործիքավորող, երիտասարդ ավելի, ինքը հիմա այդ ամբողջ գործիքավորումը կդնի նոր մոդեռն ձայների մեջ, իմ արած աշխատանքը կմոդեռնացնի ձայներով, եւ սա վերաբերվում է իմ կարծիքով 1000 դհոլահարների, 1000 հոգով, սև եւ սպիտակ դհոլահարներ, պետքա վերարտացոլեն մեր այսօրվա կենցաղը։ Ինչա մենք մեր մոտ ինչա տեղի ունենում, հայոյում ենք իրար, բոլորը, բոլորին, աջ ու ձախ, վերև, ներքև, հայր ու որդի են կռվում, ամուսիններ են կռվում, քույր եղբայր են կռվում, ընկերներ են կռվում, բոլորը իրար հետ վիճում են։ Եվ սա ուզում եմ ես պատկերել, որ սև դհոլահարները իրենց այդ մի քիչ կոպիտ է հնչում եթերում, այդ հայհոյանքները
սևերը սպիտակին, սպիտակը սևին դհոլներով։ Այս հարց ու պատասխանը վերջում մոտենում է իրար եւ խառնվում է իրար, այսինքն արդեն այնքան ենք հայոյում իրար, էլ չենք լսում իրար։ Պետք է այդ ամեն ինչին վերջ տալ։ Վերջ, պարզապես այնպես մի հատ կանգ առնել։ Եվ այդ տեսահոլովակի մեջ վազում է աղջիկ, երևի կլինի Անահիտ Կիրակոսյանը, դերասանուհի, եւ ճչում է բոլորի վրա, սևեր, սպիտակներ, վերջ տվեք։ Եվ միանգամից կանգ առնում այդ երաժշտությունը, ինքը երաժշտություն է, մենակ դհոլներ չի։ Սկիզբը երգչուհին առանց բառերի երգում է մեր տխուր վիճակի մասին, անտրամադիր, որ էս ինչա կատարվում, ու սկսում է այդ երաժշտական ներվը մտնել, որից հետո դհոլներն են, որից հետո երբ որ ճչում է, ասում է վերջ տվեք, եւ ինքը որ վազելով գալիս է սևերի սպիտակների արանքով, ինքը հայկական տարազով է։ Եվ այդ կանգ առնելուց հետո բոլորը դառնում են հայկական տարազով։ Այդ բոլոր 1000 դոլարները դառնում են հայկական տարազով ու միասին խփում են քոչարու ռիթմը։ Այսինքն այն կռիվը վերջացավ, միավորվեցին, նույն հագուստը հագան, նույն ռիթմն են նվագում ու սկսվում է Տեր Ողորմյան։ Տեր Ողորմյա երաժշտությունը, որ սկսվում է այդ քոչարու ռիթմերի վրա, ամեն լսելուց ես փշաքաղվում եմ, իսկապես շատ հետաքրքիր է դառնում, որ Տեր Աստված ներիր մեզ, մենք ճիշտ ուղու վրա չենք։ Եվ դրանից հետո նոր քոչարին է մտնում իսկական քոչարին զուռնաներով եւ այս ամեն ինչին միանում է պարի խումբ։ 1000 դոլարի հետ գալիս է պարի խումբ, որպեսի գրկի բոլոր դրհոլահարներին, գրկում է բոլոր դրհոլահարներին եւ դրոնից երբ որ այդ ամեն ինչին նայում ենք, գրված է սեր։ Ոնց որ կանոնահարներով գրել էինք Երևան, այստեղ էլ գրում ենք սեր։ Շատ կարևոր է ձեր հանձնառությունը այս հարցում եւ պետք է շատ, որովհետեւ ինձ հետաքրքիր է եւ ես եւս այդ հասարակության մասն եմ եւ մտահոգված եմ այն մթնոլորտով, որը տիրում է մեր երկրում, եւ ձեր այդ խոսքի վրա ես հիշեցի, որ դուք 2009 թվականին ճանաչվել էիք տարվա համերաշխմարտ, ճիշտ եմ հիշում, եւ համերաշխության մեդալ ունեիք։ Ես թիվն եմ մոռացել։ 2009-ին էր դա։ Այո, եւ առաջի ստացողն եմ կարծեմ։ Այո։ Ուրեմն 2005-ին է ՄԱԿ-ը սահմանել, 2009-ին դուք ստացաք։ Նայեք, 2001 թվականին ես սկսեցի մի նախագիծ, որը շատ բարդ էր, շատ բարդ։ Սկսեցի 2001-ին, ավարտեցի 2007-ին։ Դա կոչվում էր Love Each Other, սիրեցեք զմիմյանս, որտեղ նվագում էին 43 երաժիշտ 14 երկրից։ Ու հնդիկը հնդկական էր նվագում, արաբը արաբական, չինացին չինական, շոտլանդացին շոտլանդական, հայը հայկական եւ բոլորը իրար հետ։ Բարեբախտաբար ինձ հաջողվեց, դրանից հետո ես արեցի ընդդեմ ցեղասպանությունների, կանք պիտի լինենք, կանք ու կլինենք երգը, մասնակցեց այդ տեսահոլովակում 1000-ից ավելի մարդ, որոնցից 700 արտիստ գտնվում էր Ծիծեռնակաբերդում, իսկ մնացած երգչախմբերը Չիլիի երգչախումբ, Բուենոս Այրեսի երգչախումբ, Մոնրեալի, Եգիպտոսի, Փարիզի, դրանք նկարահանվեցին այդ երկրներում, որոնք իմ շատ սիրելի ընկերների օգնությամբ միայն։ Նաև խաղաղության ես մի տեսահոլովակ արեցի Կոմիտասի օրոր ստեղծագործության հիման վրա, որը կոչվում է Մի կրակեք երեխաների վրա։ Ու այդ տեսահոլովակը որ նայեք սարսափելի է պարզապես ամեն ընկած ռումբից հետո երեխեքը ինչ օրն են ընկնում։ Հիմա էլ է դա արդիական, որովհետև աշխարհի մեկ հատվածում այո երեխաներ են մահանում։ Ինչ պետք է անի հիմա արվեստագետը Հայաստանում։ Որն է իր խնդիրը։ Ինչ մեսիջ պետք է տա հանրությանը։ Մեկը լսեցինք եւ շատ կարեւոր էր սեր ի վերջո, որովհետեւ երբ բոլոր կողմերից պարակվում ես, դա բոլորին թուլացնում է։ Ունեք ստեղծագործություններ, որոնց անունները միշտ մնալու է։ Արցախը, Սարդարաբադը եւ մնացած այլ մեր մայրաքաղաքների անուններով ստեղծագործությունները եւ այլն։ Ինչ հիմա պետք է անի։ Մենք ինչ ենք ուզում որ անի ստեղծագործող մարդը։ Նայեք, իմ կարծիքով սա իմ անձնական կարծիքն է, որ արվեստի մարդը, որը չի ենթարկվում քաշքշոցի, ոչ սևի կողմա գնում, ոչ սպիտակի կողմա գնում, շատերը հայհոյում են, ասում են, ինչի են մտավորականները լռում։ Ախր մտավորականները
մի հատ բան գիտեն, մեջտեղի ճիշտը գիտեն։ Այն աջ կողմը քաղաքականությունն է, ձախ կողմը քաղաքականությունն է։ Մեջտեղն է, որ քաղաքականություն չկա։ Դրա համար եթե ես հիմա սկսեմ քաղաքականությունից խոսել, հաստատ մի բան վրիպելու եմ։ Մի բան վրիպելու եմ ու ստանամ կստացվի մի կողմին պաշտպանեցի, մյուս կողմը կդառնա իմ թշնամին։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկին չեմ ուզում լինել կողմին հակառակ։ Եվ խորհուրդ կտամ ընդհանրապես մտածող մարդկանց, գիտեք ճիշտ ուղղություն, խորհուրդ տվեք ճիշտ ուղղություն։ Կողմնապահությունը ես կողմնակից չեմ։ Ես դրա համար շատ եմ, միգուցե մարդկանց կարողա այս բառերով նեղացնում եմ, թող ինձ բոլորը ներեն, բայց ես չեմ ուզում դառնալ կուսակցական, ես չեմ ուզում բռնել որևէ մեկի դրոշակը, որովհետև ես իմ կուսակցությունը ամբողջ հայ ժողովուրդն է, իմ կուսակցությունը այս մեր հողն է, մեր երկիրն է, իմ կուսակցությունը երաժշտությունն է։ Ես չեմ ուզում դառնալ մի կողմի թեկնածու կամ մի կողմի պաշտպան, մյուս կողմին քննադատող, որովհետև ես դրանից չեմ հասկանում։ Ինձ կարծում եմ էլի կարևոր խնդիրներ կա, ինչ շատ է եղել, ասում են լրագրողները այստեղ ունեն պատասխանատվություն, որովհետև լրագրողները շատ հզոր են։ Իրանք պետք է իմանան, որ իրանք հզոր են։ Ոնց ուզեն, իրանք այդպես էլ կտանեն, իրանք ուզածով են ամեն ինչը։ Մեկին կարող են փչացնել, մեկին կարող են մեծարել։ Ես նույնիսկ ասում եմ, ցեխից կարող են սարքել աստղ, աստղին էլ սարքեն ցեխ։ Դրա համար մի մեղադրեք մեզ, խնդրում եմ մի մեղադրեք, որովհետև ով որ խառնվում է այդ ամեն ինչին, ասում են, թող ամեն մարդ իր գործով զբաղվի։ Հիմա ես իմ գործով ես կարողանում եմ ավելի օգտակար լինեմ մեր երկրին եւ կարող եմ կոնկրետ օրինակ բերել։ Կոնկրետ փաստացի օրինակ, որ ասում են ինչու չես, դու էլ չես ընդվզում, չես ջայնանում ես բաների վրա։ Ես գիտակցաբար, ինչու, որովհետև կան շատ կարևոր հարցեր, որը չի բարձրաձայնվում, պատերազմից առաջ էլ է եղել, պատերազմի ընթացքում էլ է եղել, որ շատ կարևոր բան կար։ Հանդիպում պետք է ես կազմակերպեի անձամբ ես, Սփյուռքից եկած մեր հայրենակցի եւ պաշտպանության նախարարի իրանց հանդիպումը, որը այս խեղճ մարդը եկել էր, չէր կարողանում։ Հերթագրումը երկար էր, բայց երբ որ ես զանգարեցի, ասեցի Արա Գեորգյանն է, շատ կարևոր հյուր կա, պետք է հանդիպել, ինձ մի ժամ հետո ընդունեց նախարարը։ Չեք նշում, որ նախարարն էր։ Կարևոր չի, բայց հարցը ինչու՞մն է, որ ես սկսեմ հայհոյանքներով զբաղվել, կանգնեմ հայհոյողների կողքը, սկսեմ քննադատությամբ զբաղվել, այդ դուրը իմ առաջ էլ չէր բացվի ու այդ շատ կարևոր բանը տեղի չէր ունենա։ Ես կարող եմ եւս օրինակ բերել, որ պատերազմի ժամանակ այնպես էր, որ իմ տղան ռազմաճակատում էր, որտեղ օգոստոսի 5-ին նոր գնաց բանակ, 20 թվականին, եւ օգոստոսի 28-ին նրա երթման արարողությունն էր, ես ներկա էի, եւ սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմը սկսվեց, բնականաբար այդ ամեն ինչի մեջ մտա, համել որդիս էր այնտեղ։ Երբ որ օգնություններ էր պետք, որը ես կարողանում էի կազմակերպել, եկավ մի պահ, որ արդեն մի պահ էր, որ Ստեփանակերտը, որ դատարկվել էր եւ նախագահը ասում էր, որ 200 հոգով ենք պահում Ստեփանակերտը, մեծ ցավ էի ապրում։ Եվ այդ իմ ընկերները, որոնք ինձ զանգահարեցին եւ ասացին առավոտվեցին կարտնանաս, ես ասի առավոտվեցին աշխարհի սաղ երաժիշտները քնած են։ Ասաց պետք է արտնանաս, դու մեզ ոտի ես անել, դե դու էլ վեր կաց, պետք է գնանք կարևոր հարց կա լուծելու, այդ ամբողջ ժողովուրդը տեղավորված են Գեղարքունիքի մարզում։ Պետքա կերակրել այդ բոլորին։ Ես ապշեցի, ուրախացա։ Ես չէի կարող չգնայի, որովհետև իրանք պետքա գնային ու հանդիպեին մարզի ղեկավարների հետ։ Իրանք կարողա չընդունեին, կարողա չճանաչեին։ Ես որ եկա զանգարեցի առավոտ 7-ին մարզպետին,
ասի պարոն մարզպետ, շատ կարևոր մարդիկ են եկել, սենց կարևոր հարց կա, խնդրում եմ եկեք մարզպետարան։ Մարդը եկավ, եթե ես, կներեք, սա հեռուստատեսային պատմելու բաներ չեն, հազար անգամ ներողություն դուք, բայց այն ինչ որ կատարվեց, ես ավելի լավ կարողանամ տենց օգտակար լինեմ, որովհետև այդ դռները իմ առաջ փակ չեն։ Երբեք ինձ համար, իմ անձի համար, երբեք ոչ մեկի դուռը չեմ ծեծել։ Ոչ մեկի։ Դա կլինեն պաշտոնյաներ կամ կլինեն մեծահարուստներ։ Ոչ մեկի դուռը ես չեմ ծեծել։ Բայց պարոն Գևորգյան, ես որքանով տեղյակ եմ եւ շատ լավ հետևում եմ, ձեզ որևէ կերպ, որևէ հարցում կուսակցական կամ եւ այլն դառնալու մասին անգամ գաղափար չեմ լսել, որովհետեւ կարծում եմ բանիմաց մարդիկ նրանից կհասկանան, որ դրանից մենք չենք շահի վստահաբար։ Եթե չլինի Արա Գևորգյան, ձեզնից է։ Այո, ձեր եթերում արդեն մի քանի ամիս ապահովագրեցի, որ ինձ էլ ոչ ոք չմոտենա։ Ուզում եմ արձանագրել, հա, նախընտրական շրջանում հատկապես, որ այդ ամենի մասին ես չեմ լսել եւ դժվար թե բանիմաց մարդիկ մտածեն, որ դրանից շահելու է օրինակ մեր երաժշտությունը, մեր ազգային արժեքներ, այն նույն ուսանողները, որոնք կուլտուրայի ֆակուլտետում ձեզնից ինձ շատ հարազատ ֆակուլտետում ձեզնից շատ մեծ բաներ են սովորում, բայց մտավորականների հասցեին քննադատությունները ոչ թե կուսակցական կամ ոչ կուսակցական լինելու այս կամ այն տեսակետը հայտնելու մասին է, այլ հիմնականում զուգահեռներ են տանում, թե նախկինում օրինակ ինչ էին ասում Արցախի վերաբերյալ եւ հիմա ինչպես են լուր։ Դրա հասարակության եւ մտավորականների կռիվը թող այդպիսի հարցերի չպատասխանեն, որովհետեւ այդ թեմաներով խոսող, պատասխանող այնքան շատ կա։ Մեր ամբողջ եթերները լցված է քաղաքականությամբ։ Մշակույթի մարդ եք հրավիրել, խոսեք մշակույթի թերություններից։ Կա ահագին թերություն։ Տեսակ, ես ասեցի, թար չունենք, քամանչա չունենք, սանտուր չունենք, դիմորդ չունենք, լուծում առաջարկեցի, ինչ անենք, որ շատանան այդ։ Հիմա ես այս թեման չխոսեմ, խոսեմ այն թեմայից, որից չեմ հասկանում, դուք էլ, եթե ինձ մղեք ես խոսեմ այն թեմաներից, բա լավ, այս քամանչայից ով պիտի խոսի, ազգային ժողովում քամանչայից չեն խոսում, հիվանդանոցներում չեն խոսում, դատարաններում չեն խոսում, ոչ միտեղ չեն խոսում, բա մշակույթի մարդը դրա մասին, որ չխոսա, նորից քաղաքականության մեջ մեզ մցնեք, բա այն մյուս թեման կարևոր չի, որ մենք մշակույթ ենք կորցնում ենք մի բան, որ այդ քամանչա նվագողը ծնվում է մեր երկրում, մենք եթե 1000 ներողություն դասական գործիքներ նվագող երաժիշտների ներողություն, եթե ջութակը պակասի, ինչ որ մի օր Աստված ոչ անի, Եվրոպայից կվարձենք ջութակար կգա մեզ համար կնվագի, բայց քամանչան ստեղ է ծնվում, մեր երկրում է ծնվում, եթե այդ մարդը վերանում է, լավ իրա մասին, որ մենք չխոսանք, բա ով խոսա։ Հիմա էդ էլ է չէ կարևոր, ես չեմ ասում մյուս թեման կարևոր չի, բայց նրա մասին գոնե խոսացող մտահոգվողներ շատ կան։ Դիմություն, ընդդիմություն, հասարակական կազմակերպություններ, բոլորը դրա մասին խոսում են։ Հեռուստա հաղորդումներ, մեծ մասը դրան է նվիրված։ Հիմա մի հատ մշակույթի գործիչ եք հրավիրում, ուզում եք անպայման այդ հարցերի մեջ մտցնեք եւ ինքը հաջորդ անգամ հրավիրեք էլ չգա, որովհետեւ իրան այնքան են հայհոյելու։ Այդ հայհոյանքներից հետո ես կարծում եմ, ես արդեն բացահայտեցի զենքի տեսակ։ Դա զենքի տեսակ է, որ կիրառվեց մեր երկրում։ Ես դրանում մի գրամ չեմ կասկածում։ Այսքան կասկած չունեմ։ Ուզում եք մի երկրի հաղթեք, փակեք մտավորականների բերանը, փակեք։ Փակելու ձևը ո՞րն է։ Իմ կողմից, բոլորիս կողմից շատ սիրված, հարգված, ամենամաքուր, ամենահրաշք մեր կոմպոզիտորներից մեկը, Մարտին Վարդազարյան։ Բոլորս ճանաչում ենք, բոլորս այդ մարդուն սիրում հարգում ենք։ Հարցեր տվեցին, այդ մարդը երաժշտությունից դուրս եկավ, մտավ մի հատ պատասխան տվեց, այդ պատասխանը դարձավ մեծ վերնագիր, ինքը դրա համար ընկավ հիվանդանոց, սրտի խնդիրներով, եւ երբ որ հայտնվեցի ես իր կողքին, ինչու եմ ես իր այդ փաստը ասում, որտեվ ես կողքն էի, ես հայտնվեցի իր կողքին, ասեցի Մարտին Ցոլակովիչ, բոլոր հայհոյանքները խնդրել եմ ջնջել են, ասի մի նեղվեք, ասեց հա Արա ջան,
Շնորհակալ եմ։ Այսինքն հիմա այդ մարդուն, որ ուզենաս հարցազրույց տա, էլ կտա, երբեք չի տա քաղաքական թեմայի մեջ մտնի, որտեվ հայհոյեցին իրան, որտեվ մեկի սրտով է, մեկի սրտով չի։ Դա համար սա զենքի տեսակ էր, որ մտավորականներին լրացրեցին, այդքան բան։ Այդ զենքը ես կարծում եմ, որ ներսում թշնամի պետք չի փնտրել, դրսից է թշնամին, ու այդ թշնամին շատ սիրուն ձևով կաշառելով, վաճառել, չգիտեմ, մեխանիզմները չգիտեմ, բայց դա կարող էր անել մենակ դրսի մարդ, որ մեր մտավորականների բերանը փակի։ Բայց այնուամենայնիվ այնպես չի, որ մեր մտավորականները գործում են։ Դե ամեն մարդ ունի իր խելքը, իր կարծիքը, դրա համար ես ուզում եմ ես զբաղված եմ շատ, էլի բոլորիս համար կարևոր գործով, իմ կարծիքով կարևոր բա։ Ես պատահական երգեր չեմ գրում, Տերևի մասին երգ չեմ գրում, Անձրևի մասին երգ չեմ գրում։ Ինձ հետաքրքիր չեն այդ երգերը։ Կորցրած սիրո մասին դարդլամիշ երգեր ընդհանրապես չեմ սիրում, չեմ էլ գրում տենց երգեր։ Իմ գրած երգերը բոլորը թեմատիկ են։ Հավաքականի մասին, բանակի մասին, խաղաղության մասին, եկեք սիրենք իրար։ Ինչն է մեր այսօրվա խնդիրը։ Մեր մեջ, որ ասում ենք, ինչա մութը, դա լույսի բացակայությունն է։ Ինչա սառը, դա ջերմության բացակայությունն է։ Բա ինչն է չարությունը, դա էլ սիրո բացակայությունն է։ Մեր մեջ սերն է պակասել, մենք իրար չենք սիրում։ Հենա լավ կլինի մենք սկսենք այնպիսի հաղորդումներ նկարել, որ ժողովուրդ եկեք իրար չատենք, էլի։ Մենք ի վերջո նույն ազգն ենք, նույն մարդն ենք, նույն հողից ծնված, նույն ջրից, նույն այս ամեն ինչի տերուտ իրականը, եկեք իրար հետ լավ լինենք։ Ինչ պետք է լինի, որ այդպես լինի, որ իրար հետ լավ լինենք։ Ի վերջո մի օր այս ամենը պետք է իրար չատել։ Այս ատելությունը, այ ինչպես է բանաձևը, ինչպես չատել։ Այդտեղ մենակ մի հատ բանաձև կա, մի հատ, երկրորդը չկա։ Ասում է մարդը երբ իմացավ օվկիանոսի մեջ ձուկ կա։ Երբ որ գլուխը մցրեց օվկիանոսի մեջ, նոր իմացավ, որ այնտեղ ձկներ կան։ Մարդը ոնց պետք է իմանա սիրո մասին։ Աստվածաշունչը կարդացեք ամբողջությամբ սեր է քարոզում։ Եթե այդ սերը, այդ Աստվածաշնչին բոլորը գնան եկեղեցի իսկապես զբաղվեն աղոթքով, եկեղեցին, մեր եկեղեցին շատ կարևոր թեմա է։ Հիմա կանգառնեմ թե շարունակեմ։ Ես կարծում եմ մեր եկեղեցին, ինձ համար համենայն դեպս մեր եկեղեցին եւ կարծում եմ չկա մի հայ, որ իր համար էլ նույնը չլինի, չեմ հավատում պարզապես, որ մեր եկեղեցին ինքը այնքան մեծ դեր է կատարել այս հազարամյակների ընթացքում, որ մեր գիր գրականությունը առաջի գրքի թարգմանությունը հունարենից Աստվածաշունչը թարգմանվեց Մեսրոպ Մաշտոցի, երբ որ պետություն չունեինք, եկեղեցին իր շուրջ էր համախմբում ամբողջ ժողովրդին, կողքը ուներ դպրոց։ Դա ավանդություն է, դա չեմ կարծում մեկը, որ կարող է հանկարծակի դեմ լինի մեր այդ եկեղեցուն։ Ոնց որ քո հարազատ մորն ու հորը դեմ լինես։ Բայց ես մի կարծիք ունեմ, որ ես ստեղ եմ, որովհետև մեր հող ու ջուրը շատ եմ սիրում։ Ես ստեղ եմ, որովհետև մեր ժողովրդի այն լավ հատվածին շատ եմ սիրում, որովհետև մենք ունենք իսկապես լավ ազգության լավ սերուցք ունենք, որ բոլորին դա չի վերաբերվում, այդ աշխարհում եզակի է, անգնահատելի է։ Հիմա ինչ վերաբերվում է եկեղեցուն, ես կցանկանայի, որ հեռուստատեսության եթերից դուրս հանվեր այս թեման։ Թող կառավարությունը, եկեղեցին իրար հետ հանդիպեն, իրար ինչ ասելու բան ունեն, թող ասեն, վերջացնեն, այս թեման փակեն, եթերից դուրս հանեք, մի հեռարձակեք, խնդրում եմ, որովհետև մենք այն ազգն ենք, որ մեր տանը մի հատ բոլորս ունենք ծնող, քույր, եղբայր, զավակներ, թոռներ, երեխաներ, ընկերներ, մեր մեջից, մեր տան մեջ, եթե մեկը անառակ է, մենք դա դուրս չենք գալի պաժեստ բոլորին պատմելու, չէ։ Մենք մեր տան ներսի ցավը մեր մեջ ենք խեղդում։ Չի բացառում, չէ, որևէ մեկի տանը
երեխա լինի, որը ճիշտ չի մեծանում, լավ չի մեծանում, ուրիշի ազդեցության տակ անգել դարձելա, չգիտեմ, հարբեցող կամ անառակ։ Չենք դուրս գալիս, ասենք, մեր երեխան անառակա կամ մեր պապին կամ պապան, տատին, դա մեր մեջ խեղդում ենք, դա մեր ընտանեկան ավանդույթների մեջ է մտնում։ Դրա համար ինձ համար շատ խորհուրդ է, որ մեր այսօրվա երիտասարդները, լրագրող, երիտասարդ լրագրողները դա կարողանում են հանգիստ քննադատեն։ Բայց չէ որ սա մենք համարում ենք մի ազգ ենք, մի ընտանիք ենք։ Եկեք, ես չեմ բացառում, որ կարան գտնվեն հոգևորականներ, որոնք խախտել են Աստծո պատվիրանը։ Թող իրանք Աստծո առաջ պատասխան տան։ Ամենախիստ պատիժը իրանք կստանան, ամենախիստ։ Եթե իրանք խախտել են պատվիրան, ուրեմն թող ստանան ամենախիստ պատիժը, բայց ոչ թե իմ կողմից։ Ես այդ օրենքի մեջ չեմ տեղավորվում, որովհետև դա իրանք Աստծո ծառաներն են, Աստված իրանք ծառային, ինքը գիտի ինչ անի։ Դուք լրագրողներին անընդհատ նշում եք եւ շատ հզոր են դրա համար։ Պետք է այնուամենայնիվ արձագանքեն, որովհետեւ իմ գործընկերներն են, բայց թեման ստեղծվում է եւ նրանք այլևս հայտնվում են որպես լուսաբանող կողմեր։ Իհարկե հզոր է 4-րդ իշխանությունը։ Բայց ես ուզում եմ այդ հզորությունը օգտագործել ճիշտ ճանապարհներով։ Օրինակ ես հիմա կասեմ եթերից, ես կողքից տեսնում եմ, բայց շատ եմ ներվայնանում։ Լրագրողը հարցատալի ինչ զենք եք գնել։ Ախր դա եթերի թեմա չի։ Ինչ զենքա գնել պաշտպանության նախարարը։ Դա պետք չի հարցնել։ Ախր դա հաջորդում է նրան, երբ մեկը պետական պաշտոնատար անձը կանգնում եւ ասում է մենք այսքան զինվոր ունենք, այսքան զորացրվել են, եկեք եւ դա դառնում է ձեր նշած այ հայհոյանքի օրինակի նման ինչ որ մի բան։ Նրանք հայհոյում են, նրանք հայհոյում են։ Նրանք սխալվում են, նրանք եւս սխալվում են։ Ձևը գիտեք որն է բարիշացնելու։ Ձեր ստեղծագործությունը կարծում եմ իր առաքելությանը կծառայի։ Ես դեպք ունեմ։ Սա երբեք եթերում չեմ պատմել։ Իմ շատ մտերիմ ընկերներից երկուսը Երևանից գնացին Ամերիկա ապրելու։ Անենց մոտ ընկերներ էին, այսենց, բայց հենց հասան Ամերիկա ամիսներ անց կամ 1-2 տարի անց սկսեցին թշնամանալ իրար դեմ։ Երբ որ հանդիպեցի առանձին, այն աստիճանի վրդովված, որ դրա անունը իմ մոտ չտաս։ Նա էլ ասում է դրա անունը իմ մոտ չտաս։ Չգիտեմ ոնց մոտենամ, որ իրանց հաշտեցնեմ։ Ես սկսեցի ուրիշ բան։ Ասացի, լսի, դու իրան հայհոյում ես, բայց ինքը երեք քո կենացն էր խմում։ Դու իրան հայհոյում ես, բայց քո նկարը իրան ընջարանում դրած է, բարի գիշեր ասում նորա քնում, այ խելոք։ Ես այդքան հայհոյում, այդ ինչ մեծ բան է ձեր արանքով անցել։ Եվ սրանց այդ ստեցի, լավ բան չեմ արել, բայց այդ իրանց հայհոյանքները ես փոխանցեցի հակառակ էֆեկտով։ Դուք չեք պատկերացնում, որ օրերից մի օրը եկավ, երբ որ մի ընկերոջ տանն էի, եւ այն մի ընկերը պետքա գար ինձ այդտեղից վերցներ ու գնայինք։ Ասի հիմա ինքը եկել է ձեր տան մոտ ու ներքևում սպասում է, որ ես իջնեմ։ Դու հիմա պետք է իջնես, իրան հրավիրես քո տուն։ Դուք չեք պատկերացնի, երթվում եմ ամեն ինչով։ Երբ որ այս մի ընկերս դուրս եկավ փողոց, այն մի ընկերը մեքենայի մեջից այդ ինչ վազքով մոտեցավ ու իրար գրկեցին, ես տենց բան չէի պատկերացնում, որ կարողա պատահի, բայց սրանց այդ հայհոյանքները ես կարողացա մեղմեմ։ Հիմա ասենք հարցազրույց եք վերցրել, Արա Գևորգյանն է, կարող եմ այդ անկապ սխալ բան ասել։ Դուք կարող եք չէ ասել, այս բառը որ դնենք եթեր, կարա սենսացիա լինի, լավ, բայց այնքան մարդ կհայոյեն, այս մարդ էլ կյանքում չի խոսա։ Կթարգի նվագելը կարողա, չգիտեմ, թողի գնալ այս երկրից։ Դրա համար եկեք իրան չփչացնենք։ Իհարկե։ Դա վերաբերվում է մեր մնացած բոլոր արվեստագետներին։ Մարդ են էլի, իրանք շատ զգայուն են։ Իրանց պետք չի օգտագործել, որ հայհոյի այս կողմին կամ այն կողմին։ Մի կանչեք եւ այդ տեսակ թեմաների մեջ մի մցրեք մշակույթի մարդուն, որովհետեւ այո, ճիշտը նա է, որ ամեն մարդ իր տեղում լինի, իր գործով զբաղվի։ Թող այդ մարդը իր գործը լավ անի, որտեւ եթե ինքը մտավ քաղաքականության մեջ ու իրան հայհոյեցին, ինքը էլ չի էլ կարա ստեղծագործի։ Այդ ցավը իր մեջ չի շատ ու շատ մարում։ Շնորհակալ եմ պարոն Գևորգյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն էր։